Կենդանաբանական այգին սկսվում է արդեն անցումից կենդանիներն այստեղ են աղմկում։ Իսկ այգին զարմացնում է հենց մուտքից 3 տարի տևած աշխատանքներից հետո կենդանաբանական այգում փոխվել է գրեթե ամեն ինչ՝ կենդանիների տարածքից մինչև խաղասրահներ ու հանգստի գոտիներ։ Իրանից ենք եկել, Հայաստանում առաջին անգամ չենք, բայց լսել էինք, որ կենդանաբանական այգին շատ է փոխվել, այս անգամ հատուկ այստեղ ենք եկել։ Բադերին ու կապիկներին հաճախ են գալիս տեսնելու, բայց այս անգամ շատ բան է փոխվել։ Գեղեցկությունները, նորարարությունները տեսնանք, էլի առաջվանը չի։ Գիտեմ որ ես շատ հին ժամանակ եմ եղել։ Հին ընկերները այգին տեսել էին դեռ անկախությունից առաջ, Սիրեկան պապն ընկերների հետ կնշի նաև մանուկների օրը։ Հունիսի 1-ը նաև մեր տոնն է, մենք էլ մեծ երեխաներ ենք։ Ինչպես տանը 13 սպիտակ ու նույնքան էլ սև օղակ պոչերով հայտնի կապկազգիները այգու նորաբնակներն են, մադագասկարցի լեմուրները երևանյան ամառը շատ են հավանել։ Առավոտյան արևային լոգանք են ընդունում, հետո միայն սկսում շփվել այցելուների հետ։ Պոչը շատ մեծ նշանակություն ունի իրենց համար, ծառից ծառ թռչելու, հավասարակշռությունը պահելու, իրար ազդանշաններով նշաններ տալու։ Տարածքը նոր ընդարձակ է ոչ միայն կենդանիների համար, նոր այգում նոր են նաև խաղասրահները, առաջին անգամ նաև ներառական հնարավորություններով։ Արհեստական ջրվեժներ, միայն ազատավանդակներ, վագրերի, ջրասամույրների, արջերի համար, իսկ հայկական մուֆլոնն ու քարայծերը ազատ տեղաշարժվում են հենց ժայռերի վրա։ Թութակների վանդակը նույնպես կիսաբաց է, դանդաղաշարժ արան, ժակոն ու ծիածանագույն մյուս թութակները մարդամոտ են, առավոտյան էլ անպայման մեղրաջուր են խմում։ Եթե ցանկանում եք, դու կարող եք կերակել։ Կենդանաբանական այգու առաջին այցելուներից է նաև նախագահ Սարգսյանը թոռնիկների հետ։ Սերժ Սարգսյանին քաղաքապետը ցույց է տալիս նորացված այգու ամբողջությամբ փոխված լուսավորության համակարգը, նոր ցայտաղբյուրներն ու կենդանիների ու այցելուների անվտանգ շփման հնարավորությունները։ Շատ լավ աշխատանք է կատարվել։ Հենց մուտքի մոտ այգու ապագայի ծրագրերն են, մակետի վրա արդեն երևում է, կենդանաբնակ 7 հեկտարից այգին դարձել է 16։ Ոչ միայն այցելուների համար, այլ նաև կենդանիների համար է շատ լավ տարածք դառնում, ինչպես նաև հանգստի գոտի, ինչպես նաև ծառայելու է մեր Հայաստանի կենսաբազմազանության պահպանության գործում։ Նոր կենդանիներ այգում նույնպես կլինեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգին համարում է Երևանի նոր այցեքարտերից մեկը։ Կենդանաբանական այգու մուտքը ամբողջությամբ հանրային է եւ վճարովի չի։ Կենդանաբանական այգու կեսից հետո է վճարովին, որը կենդանիներին դիտելու համար։ 75 տարի գործող եւ երբեք չնորոգված այգու վերակառուցման երկրորդ փուլը կսկսվի մյուս տարի։ 2017-ին այգու ամբողջ 35 հեկտարը լիովին պատրաստ կլինի կենդանիների ու այցելուների համար։ Մանուիլյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։